Լոռու մարզի Վահագնի գյուղի կենտրոնում շուրջ պար են բռնել այս եւ հարևան գյուղերի երեխաները իրենց նոր ընկերոջ Իդրամ Ջունիորի հետ։ Մայրաքաղաքից ժամանած Իդրամի եւ ID բանկի թիմն է երեխաների օրը դարձրել տոնական։ Մինչև պարը ֆինանսական գրագիտության մասն էր, տարբեր տարիքի շուրջ 60 երեխա հավաքվել էր սովորելու այն, ինչ դուրս է մնում դպրոցական ծրագրից։ Իրականում շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ երեխաները դեռ փոքրուց պիտի սովորեն, թե ինչպես է պետք գումարը ծախսել, առհասարակ ինչ է փողը, ինչպես տնօրինել այն, ինչպես խնայել եւ որոշակի հասկացությունների տիրապետեն ֆինանսական աշխարհի վերաբերյալ, որպեսզի հետո, երբ արդեն դառնան չափահաս եւ կարողանան օգտվել բոլոր այդ ֆինանսական գործիքներից, ունենան գիտելիքների անհրաժեշտ հիմքը գրագետ հաճախորդ լինելու համար։ Ընդհանուր ֆինանսական համակարգի մասին ավելի շատ տեղեկություն ստացա, թե ոնց կարող ավելի գրագետ օգտվեմ։ Իդրամ Ջունիորի մասին շատ քիչ գիտելիքներ ունեի, դա ամրացրեցի։ Ցավոք դպրոցում այսպիսի բաներ չեն սովորեցնում, բայց շատ ճիշտ կերներ, եթե սովորեցնեին, երեխաները ավելի խոր գիտելիքների իմանային ֆինանսների մասին։ Մեր նպատակն է, որ այս ինֆորմացիան ոչ միայն հասնի երեխաներին, այլ նաև անպայման հաղորդվի նրանց միջոցով իրենց հարազատներին, ծանոթներին, ծնողներին, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն ֆինանսական հասկացություններից, այլև զեղծարարության տարբերակներից ու եղանակներից, ինչից պետք է զգուշանան ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ 2024 թվականից այս դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 3000 երեխա եւ մեծահասակ, որպեսզի բարդ տերմինները հասանելի լինեն փոքրիկներին, 3 տարի առաջ ստեղծվեց Իդրամ Ջունիոր հավելվածը։ Դրա միջոցով երեխաները սովորում են, թե ինչ է անկանխիկ գումարը, ինչպես կարելի է ծախսել ու տնօրինել այն։ Հավելվածում կա նաեւ Junius ֆինանսական կրթության խաղը։ Եվ դուք կարող եք մուտք գործել, խաղալ եւ ժամանակ առ ժամանակ, եթե հետևեք Իդրամ Ջունիորի էջին, ապա իմանաք նաև մրցանակների մասին, որ մրցույթ ենք հայտարարում, մի ամիս օրինակ երեխաները խաղում են եւ կարող են պլանշետ շահել, հեռախոս, ականջակալ, ժամացույց եւ այլն եւ այլն։ Այսպիսի մրցանակներ կարող են լինել։ Այնպես որ հենց Junior հավելվածում Junius մրցույթը հիշեք, կարող եք ուղղակի մուտք գործել եւ խաղալ։ Բայց որպեսզի մրցանակ ստանաք, անպայման պիտի նույնականացված լինեք ձեր ծնողի կողմից։ ID բանկի եւ Իդրամի թիմը Վահագնի էր ժամանել ոչ միայն ֆինանսական գրագիտության դասընթացով, այլև համայնքի զարգացման ուղղված աջակցությամբ։ Իդրամի ուժը նախաձեռնությամբ փետրվար ամսվա գումարը մոտ 5 միլիոն դրամ փոխանցվեց Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Վահագնիում կամավորի տուն կառուցելու համար, որտեղ տարբեր մասնագետներ անցկացնելու են սեմինարներ այս եւ հարակից համայնքների բնակիչների համար։ Այդ գաղափարը արդեն 3 տարի է գիշեր-ցերեկ իմ մտքից դուրս չի գալիս եւ երբ ես բավականին վաղուց հետևում եմ Իդրամի ուժը ծրագրին եւ տեսնելով, որ այնտեղ շատ է կարեւորվում կրթական ասպեկտը եւ սոցիալական տարբեր նախաձեռնություններ, հասկացա, որ այս նախաձեռնությունը եւս կարող է արժանանալ Իդրամի ուժի հավանությանը եւ իհարկե դիմեցինք հենց շինարարության համար։ Տիգրան Արուշանյանը ներքին համոզմունք է ունեցել, որ հայտը կհաստատվի։ Ըստ նրա, Իդրամի ուժի անցած ուղին ցույց է տալիս, որ կրթական ու սոցիալական նախագծերը մշտապես գտնվում են բանկի եւ Իդրամի ուշադրության կենտրոնում։ Պատկերացնում եմ, թե ինչքան նամակներ ու ինչքան հայտեր են ստանում, բայց հավատում էի։ Իդրամի եւ ID բանկի Իդրամի ուժը նախաձեռնությունը սոցիալական պատասխանատվության շատ բարձր եւ վառ օրինակ եմ համարում եւ պետք է լինի օրինակելի այլ բանկերի համար եւս։ Վահագնիում եւս համոզվեցին, մեկ դրամները կարող են մեծ փոփոխություններ բերել։ Իդրամի ուժը նախաձեռնությունը շարունակում է ապացուցել, որ ամենափոքր ներդրումն անգամ կարող է դառնալ մեծ նպատակների իրականացման հիմք։